Ուրեմն միացես նոր թեզ է պտտվում վախկոտ ցռան կապիտուլյանտի ով մի քանի տարի առաջ դեռ այն ամենաազգայնականից, ամենածայրահեղական հայից ավելի սենց մեծ խոսքեր էր ասում լեզուն լափառոշ հանում էր դուս Ստեփանակերտից մինչև Բաքու հետո մի հատ կտցրին գլխին դառավ Ալիևի շնիկը Ալիևի տուզիկ շնիկը դառավ ոտերի տակ սողացող դառավ ցռան վախկոտ կապիտուլյանտ ոչնչություն ու այդ անձնավորության երկրպագուները իրան պաշտողները ու իրան սրբություն համարողները հիմա մի հատ սենց թեզ են տարածում մարդկանց մոտ չգիտեմ երևի ինչ-որ մի կիսագրագետ նիկոլական քարոզիչ տենց ինչ-որ խելոք բանը հանճարեղ մտքերը ասե սրանք էլ թութակի նման դե կրկնում են բայց ինչպես բոլոր նիկոլական էժանագին թեզերը բոլոր, բացառապես բոլոր շատ արագ որոշակի մակարդակի IQ ունեցող մարդկանց մոտ կամ մարդիկ շատ արագ կարան այդ նիկոլական էժանագին թեզերը այսպես ոնց են ասում ապրավիրգնուց էլի անել այսպես խոսքը ինչի մասին է ասում են իբր այն մարդիկ ովքեր որ բարձրաձայնում են անընդունելիության մասին որ հայերն ու ադրբեջանցիները այս պայմաններում երբևէ կարան այս պատմությունը ունեցած ազգերը երբևէ կարան իրար հետ իրար կողք ապրեն ու ովքեր որ չեն ուզում պարզապես օտար եսի մինչ ցեղատեսակները լծվեն Հայաստանում ու հայերի կողքի ապրեն իրանք վախենում են մարդիկ ովքեր որ մտահոգված են ու չեն ուզում որ օտարը գա ինչ-որ ցեղատեսակներ նորաստեղծ ինչ-որ ազգեր ադրբեջանական ազգեր քանի որ ադրբեջանական ազգ գոյություն չունի տարբեր ինչ-որ ցեղատեսակներ են գալու ու ով որ չի ուզում այդ ամեն ինչը ուրեմն վախում է հիմա այդ նույն տրամաբանությունով ես ձեզ ասում եմ նիկոլական կիսագրագետ քարոզիչներ լյուբոյը ամեն մեկը ձեր բոլորը ով ուզում է լինի այդ Z ով որ այդպես բան է տարածել ով որ այդպես համամիտ է այդ մտքի հետ գնացեք հիմա մի հատ փողոցում մի հատ բոմժ ճարեք բոմժ այդ բոմժը 100% կուզենա գա ձեր տանը ապրի մի հատ սենյակ կարակ տակ ասենք հաստատ չի մերժի այդ բոմժը հաստատ միշտ է ուզում է ինչ-որ գլխին կռիչ լինի գնացեք փողոցում մի հատ բոմժ գտեք ով կուզենա գա ձեր տուն ապրի բնականաբար ու եթե դուք չուզենաք որ այդ բոմժը գա ձեր տուն ապրի ուրեմն դուք վախում եք այդ բոմժից ցռում եք տակներդ այդ բոմժից խի որովհետև չեք ուզում այդ բոմժը գա ձեր կողքը ապրի նույն տրամաբանությունն է հիմա ես ձեզ ասում եմ վախկոտը ձեր կապիտուլյանտն է ձեր կապիտուլյանտ ցռան քաքլան առաջնորդն է վախկոտը ով բոլորից ինձանից գումարած բոլոր են սաղ այդ խոսացողները բան ովքեր որ այս թեմաներից խոսում են ավելի ծայրահեղական բաներ էր ասում Արցախը Հայաստանը եւ վերջ լափառոշ լեզուն բերանը բացել էր դուխով հետո մի հատ կտցրին գլխին դառավ ցռան կապիտուլյանտ այդ է վախենալը ոչ թե չուզենալը որ ադրբեջանցիք կան Հայաստանում ապրեն որ մարդիկ այդ մտքերը արտահայտում են որովհետև Ադրբեջանը վերջի 35 տարվա ընթացքում լինելով ամենառասիստական պետությունը ամենառասիստական երկիրն ու ժողովուրդը մեր հայերի նկատմամբ որովհետև եթե կա այս աշխարհում մի երկիր ու մի ժողովուրդ ով ամենառասիստական տրամադրություններն ունի մի ուրիշ պետության ու մի ուրիշ ժողովրդի նկատմամբ
դա Ադրբեջանն է հայերի նկատմամբ ֆակտ վերջակետ ստե երկրորդ կարծիք չի կարա լինի մեկը երևի Պաղեստին-Իսրայելի կոնֆլիկտն է այդքան թշնամաբար այդքան բան հա թեժ ու ռասիստական բանի տակետում էլի հիմա այդ մարդիկ սովորել են 35 տարի որ հայը մարդ չի հայը չգիտեմ որտեղից եկած ցիգան է ես շատ իմանամ ինչա քոչվորա այնա էսա այնա ու դա այն պարագայում ու հայի գլուխը կարելի է կտրել հային կարելի է տապորով բան անել հա գլուխը կտրել երեխեքին կարելի է գողանալ թուրքացնել այդ ամեն ինչը ադրբեջանցիք սովորել են 35 տարի ու այն պարագայում երբ իրանք նորաստեղծ 100 տարվա ազգ են ռասներն են ստեղծել ադրբեջանցիքին հիմա իրանք մեր պատմությունը ուզում են գողանան ինչ որ արևմտյան ադրբեջան բան ռասների ստեղծած ազգը ընդհանրապես եկելա մեզ ասենք բան ա ուզում սովորացնի էլի ու դուք այդ ցռաններ որ մարդկանց եք ասում ցռանը դուք եք որ վախկոտ ու քաքլան կապիտուլյանտի կողքն եք կանգնած Էդ էլ արդեն երևի առանձին հարց է, թե ոնց կարելի է ընդհանրապես բարձ ճակատով, հա, բարձ դեմքով դրա կողքը կանգնել, դա երևի արդեն բանը մի քիչ ուրիշ հարց է։ Դրա մասին հիմա չեմ խոսում, բայց քաքլանները դուք եք, որ քաքլանին համարում եք, պաշտում եք ու սրբացնում եք։ Մենակ քաքլանը կարա քաքլանին պաշտի, հասկանում եք։ Ու Նիկոլը հենց այդ իմ ասած վախկոտ, ցռան, կապիտուլյան ոչնչությունն է։ Հետևաբար որ մարդիկ որ բարձրաձայնում են ու մտահոգություն են արտահայտում ադրբեջանցիքի գալու հետ կապված։ Այդ նրանից է, որովհետև մենք չունենք ղեկավարություն։ Մենք ունենք մի հատ ցռան վարչապետ, ով երբևէ այդ թեմաներին չի արձագանքել, հետևաբար մարդիկ ստիպված արձագանքում են, որ գիտես, որ թիկունքդ ազատ է, այդ քաքլանն է թիկունքիդ կանգնած, ով իրականում կանգնած չի, պետքա դու որպես անհատ արձագանքես, ընդդիմությունը պետքա արձագանքի, բոլորը պետքա արձագանքեն, բացի ցռան կապիտուլյան ոչնչությունից։ Էլի ում եք հիմա ասում վախկոտ կամ վախում եք, ես շատ իմանամ ինչ եք։ Դուք եք վախկոտ, այ քաքլաններ, որ կանգնել եք այդ քաքլան կապիտուլյանտի կողքը ու ամեն ինչը պաշտպանում եք իրա։ Դուք եք ցռանները։